Տիկին Ղազարյան, դիմադիր որոշ գործիչներ առաջարկել են դիմում են մուտք գրել ազգային ժողով եւ դիմել են խմբակցությունների Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց սկսելու համար։ Ինչպես է գնահատում եւ հնարավոր է օրինակ դուք եւս միանաք ընդդիմադիրների այդ նախաձեռնությանը։ Միջև դիմումի գալը, ես իրականում դեռ դիմումը չեմ էլ տեսել, հիմա կխնդրեմ երևի թե բերեն, երևի հանձնաժողովում են թողել։ Ես ասացի, որ ու հենց սկզբից ճեպազրույցի ընթացքում եմ ասել, որ կասկածում եմ, որ ոչ միայն ես, այլ նաև իմ խմբակցության որևէ անդամ որևէ ձև լուրջ կվերաբերվի այդ գործընթացին կամ նույնիսկ կարելի է մտածել, որ կմիանա կամ նման բան մտքով կանցնի, որովհետև բացառում եմ, ես էլի կրկնում եմ, բացառում եմ, որ մեր խմբակցությունից որևէ մեկը այդ գործընթացին գոնե առնվազն լուրջ կվերաբերվի։ Ինչու կարծում եք հիմքեր չկան Փաշինյանին հեռացնելու համար։ Նախ հիմքեր չկան, երկրորդը այդ նախաձեռնության հեղինակները այդ վստահությունը չունեն ոչ մեկի կողմից, այդ թվում ոչ հանրության, ոչ էլ նույնիսկ կհասկանանք հետագայում ընդդիմադիր խորհրդարանական ընդդիմության կողմից, կարծում եմ, որ մնաց թե իշխանական կառավարող ուժը լուրջ վերաբերվի այդ մարդկանց։ Նախաձեռնությունն էլ ինքը անլուրջ է եւ կարծում եմ, ելի եմ ասել, որ այդ մարդիկ ուղղակի ուշադրության կարիք ունեն։ Իսկ գուցե դուք ինչ-որ տեխնացու խմբակցությունով կամ դուք անձամբ ունեք նախընտրելի տեխնացու առաջարկեք, որպեսզի այս գործընթացը ստացվի, եթե Նիկոլ Փաշինյանը չլինի, էլի ձեզանից, բայց մեկ ուրիշ անձ։ Ոչ, մեր ընտրված վարչապետը Նիկոլ Փաշինյանն է եւ այսուհետ էլ Հայաստանի Հանրապետությունում իշխանության ընտրությունների միջոցով է լինելու ցանկացած process եւ դուք դրանում համոզվել եք, մենք 2018 թվականին էլ ամենակարևոր ձեռքբերումը ժողովրդի եղավ այն, որ թերևս ամենակարևորներից մեկը, որ ազատ անկախ թափանցիկ ընտրություններ են տեղի ունենում երկրում եւ կարծում եմ նման process-ներ գեներացնելը անիմաստ է եւ ընդդիմության կողմից ամեն գարունաշ նման process-ների ականատես ենք լինում, որը որ հաջողությամբ չի ավարտվում, սա հերթական շոուներից մեկն է, որին կարծում եմ ոչ մեկս պետք է լուրջ չվերաբերվենք։ Առհասարակ երևում է նաև process-ից, որ ինքը շատ անլուրջ մարդկանց կողմից է նախաձեռնված, այնպես որ ձեզ խորհուրդ կտամ ուշադրություն չդարձնել։ Բայց դա էլ է իրավական ճանապարհով իշխանության հեռացում։ Շատ լավ, impeachment-ը, եթե իրավական ճանապարհն ենք նայում, impeachment են հայտարարում կամ նամակներ են ուղարկվում այդ հարցով, ապա որտեղ է իրանց ընտրած տեխնացուն, ում են առաջարկելու իրավական գործընթացի մաս է կազմում։ Ասում եմ յուրաքանչյուր պատգամավոր կարող է իր տեխնացուն առաջարկել, բոլորը ազատ են տեխնացու առաջադրելու հարցում։ Ես չեմ կարծում, որ որևէ պատգամավոր չգիտեմ ընդդիմության կարծիքը չեմ կարող ասել, մենք մեր օրակարգում նման հարց նույնիսկ չենք էլ քննարկում, այդ աստիճան չենք լուրջ վերաբերվում, այնպես որ թող հույսը դնեն ընդդիմադիրների կողմ, ընդդիմադիր երկու խմբակցությունների վրա, Էնել եմ փաստից հետո հələ հասկանանք այդ երկու ընդդիմադիր խմբակցությունները իրար դեմ վերջերս բավականին սուր են արտահայտվում, ինչ ունեն կիսելու, չնայած փաստից է փաստ է, որ փորձում են 2026 թվականին էլ ավելի ուժեղ ընդդիմադիր Երևան, որպեսզի այսպես ասած արևի տակ իրենց տեղը գտնեն։